Բարի երեկո իմ սիրելի բարեկամներ, հուսով եմ դուք բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, թռիչքից հետո հոգնած եմ, չնայած ահագին հանգստացել եմ, բայց դեռ լրիվ այսպես ամբողջությամբ չեմ վերականգնվել։ Հիմա դե ժամանակ է պետք նորից միջավայր այսպես կտրուկ փոփոխությանը հարմարվելու համար։ Համ էլ տխրությունն է երևի, որ նորից հրաժեշտ տվեցինք, դե հրաժեշտը միշտ էլ դժվար է։ Հիմա ինչ եմ անում, եղանակը ահագին լավ է, 13 աստիճան էր կեսօրին, հիմա արդեն մի քիչ երևի իջել է, դե բլուզ բնականաբար։ Այսօր Քսենյան փորձում էր այս ճյուղի վրայով փախներ, կտրել ենք ճյուղը, դե բարակ ծառ էր կարելի ասել, կտրել ենք, որ նորից այդպիսի փորձեր չանի, այստեղ պետք է մաքրեմ չորացրած ճյուղերը բաները, բայց չեմ շտապում, հələ դրա ժամանակը կանեմ։ Մի հատ ավլեմ այստեղ չորացած տերևները, մինչև երևի մի երկու շաբաթ էլ կմնամ քիչ տաքանա, նոր կսկսեմ այս փոքրիկ այգին մշակելը։ Հավաքեմ, մի հատ ավլեմ։ Այս ծաղկամանների ծաղիկներն էլ ահագին պետքա, որը չորացած է պետքա հանեմ, այն անանասը փչացել է, այդ էլ պետքա հանեմ, ուրիշ բաներ կտնկեմ, ուրիշ բան կցանեմ, նայ։ Հիմա բայց շուտ է էլի հլը, այսօր ընդամենը փետրվարի 8-ն է, հա, 8-ը, ցուրտ է։ Այդ բան կայ, դաշոտ է հետո խորոված կանի, գրելասրատակ, այդքան շատ չի թրջվում, էլի կիսատ բրատ, կեսը թրջվելա, կեսը չի։ Այստեղ կարևոր մի հատ մաքրեմ, այս 4 տերևները հավաքեմ, այսօր ահագին արև էր, նայում էի արևային պանելները, ոնց որ այդպես էլ չլցրեց, բատարեա մերը դրած, մարդկոցա դրած, բայց 15-ից չբարձրած է, շատ տարօրինակ էր։ Գիտեմ, հիմա ինչ-որ խնդիր կար, թե չէ։ Նայում, եթե վաղն էլ այդպես լինի, իրանց կզանգեմ, կամ իմեյլ կգրեմ, գրում եմ, արագ պատասխանում են, իրանց մոտից նայում են, էլի։ Այս ինձ թվում է Աշոտը երևի կկտրի, իրա վարելափայտերի հետ կդնի, դնեմ այս կողմի վրա, այստեղ դնեմ, վացքի պարաններից, այս մեկը պոկվել էր, Աշոտը նոր սկապեց։ Այս 4 ճյուղերը չգիտեմ, այսպես երևի կթողնեմ, չեք տեսնենք Աշոտը ինչ կասի, այս էլ է կոտրվել, հա, այս կոտրված էր համարյա, մոռացել էի, հիմա արդեն կոտրվեց, երևի չի էլ անի, հա, չէ կոտրվեց, այս պետք է ուրեմն գնամ ակցիոն նորից մի հատ նորը առնեմ, երևի բերեմ ներսին է հիմա այստեղ ավլեմ, վաղ ակցիոնից նորը արդեն կգնեմ ներսի համար, ներսն էլ է պետք լինում։ Խոշեցիչով էլ ենք անում, բայց այս էլ է պետք լինում։ Լավ գնամ ներսինը բերեմ։ Այս օգտագործեմ, վաղը մի հատ նորը կառնեմ։ Այնտեղ էլ է պետք գալիս, այն դրսի կողմից, որ դրան կողմից, էլի դրսի դրան կողմից այդ կողմերը ավլում եմ բան, սրանով եմ անում։ Զգացողությունները, ասեմ ժողովուրդ ջան, դե որ գիտես ժամանակավոր ես գնում 2 շաբաթ էր, ընդամենը 2 շաբաթ, թռիչքի օրերը հանած 12 օր, ու գործով ես գնում, ամեն օր ես զբաղված է, չգիտեմ, հետո միջավայրը արդեն կտրուկ փոխվում է, հետո այդ հրաժեշտը շատ տխուր է լինում, միշտ ինչքան էլ բան լինի, միշտ հրաժեշտը տխուր է։ 3 ժամը 12-ի կողմերն ենք տեղ հասել կեսօրին, շատ հոգնած, քնել էինք ուզում, մի անգամից մի հատ դուշ ենք ընդունել ու բարգել քնելու կեսօրին, ես որ ընդհանրապես քնող չեմ կեսօրին 3 քնել եմ, այդքան հոգնած էի, որովհետև ոչ ինքնաթիռի մեջ քնել էր լինում, ոչ էլ այդքան օդանավակայաններում տարբեր բանով էր, մի անգամից չենք ետ դառնալ, գնալ մի անգամից ենք գնացել, բայց ետ դառնալ մի անգամից չէր։
Վիեննայով ենք եկել, ուրեմն տեսեք, Հայաստան գնալը, Բրուսել Երևանը 4 ժամուկես է տևում, իսկ ետ դառնալուց 6 ժամ է տևել, որովհետև 3.5 ժամ թռել ենք Վիեննա, այնտեղից էլ շատ արագ 40 րոպե ժամանակ ունեինք, փոխել ենք ինքնաթիռը, ժամուկես պակաս թռել ենք Վիեննայից Բրուսել։ Ու այդ ամենը ստրես է բնականաբար, ամենաշատը չեմ սիրում, այն որ ստուգում են, ասեք սիրեմ, չսիրեմ պետք է ստուգեն, չէ, ոնց չեմ սիրում, որ ստուգում են ժողովուրդ։ Մեզ ստուգելը իրերը դե պարզ է։ Ինչ է, կոշիկներն էլ հենց թարսի նման ծնգած, չգիտես ինչից, մեր այն կոշիկներով է երևի այդ փոքր այդպես ցեպ, չէ, փոքր չէ, ցեպի հատվածներ երևի, դրանից էր ուրիշ բան չկար, զարմացա որ ծնգած։ Ինչևէ, պետք է նոր կոշիկները հանել, առանձին դնել, երկու հատ հեղուկ յոգուրտ էինք, աղջիկս ստրել էր հետս, ասեց այնտեղ պուլկի բան ուտելուց հետո կխմեք։ Մտածեցի լավ ինքնաթիռը փոխենք, հետո նոր կխմենք, դրանք չհասցրինք, այդպես մնաց Վիեննայում ասում է, գիտեք հեղուկ չի կարելի տանել, ասեցի դե չի կարելի թափեք, ինչ անեմ, գոնե ասի ջուր եմ ուզում ուղղակի լցնեմ, ասեց հակառակ հետո որ գնաք, այս ինչ տեղը ջուր կա, վերցնենք, բայց չհասցրինք վերցնենք, բայց իդեպ ասեմ Հայաստանում ոչ մի բան չասեցին, այդ փոքր շշերով 500 մլ ջրերը վերցրել ենք հետներս ու այդ հեղուկ յոգուրտներն էլ բան չասեցին, բայց Վիեննայում չթողեցին։ Ասեմ մեր օդանավակայանում շատ սիրալիր են, շատ լավ, թե գալուց թե ետ գնալուց վերաբերմունքը շատ լավ է, շատ գոհ եմ ու շատ ուրախ եմ, էլի մեր բոլորի անունն է, մեր երկրի անունն է։ Այդպես ժողովուրդ ջան, ինչ էլ ուզում ասեմ, հենց այսպես դրսում պատմում եմ, բայց մաքուր օդ է հիմա այստեղ։ Այդպես ուզում եմ ասեմ, որ երբ որ փոխում ես թռիչքը մի անգամից չի, ավելի լարվածությունը շատ է լինում։ Մի ժամ ու կեսից պակաս տևեց Վիեննայից Բրուսել, շատ արագ անցավ, հին ինքնաթիռ էր, շատ հին, ամեն կողմի երկու նստարաններ, երկու տեղանոց ոնց որ, ու կիսադատարկ։ Վիեննայի կողլիքն էր, բայց Վիեննայից Բրուսել կիսադատարկ ինքնաթիռ էր։ Ու հետաքրքիր է, որ իմ ու Աշոտի նստարանները դե իրար կողք չէին, ես էի Աշոտի տոմսը առել, չէի նշել նստարան, առաջին անգամ էի առնում, սխալվամ չէի նշել, մտածեցին ոչինչ, էլի աշխատողին այդ ստյուարտեսային կասենք, մեզ կտեղավորի իրար կողք, գալուց էլ էինք ասել, տեղավորել էր, բայց ինքնաթիռը կեսը դատարկ էր, մենք մեր համար տեղավորվեցինք։ Այս ճյուղերը թողնեմ, ինք տեսեմ Աշոտը ինչ կասի, սրանք կվարվի, կավա չորանավարվի, թե կլցնի այդ աղբի արքրում է, չգիտեմ, առայժմ երևի կողմի վրա դնեմ։ Հարցեր եք ահագին տվել ժողովուրդ ջան, այ ասում եմ ժողովուրդ ջան, մի հոգի գրել էր, ինչ եք ժողովուրդ ջան, այդ ինձ սովորությունն է, ոնց որ միտինգ անեք, ճիշտ է ասում մարդը, շատ ճիշտ եք ասում, անգամ Աշոտն էր ինձ նկատողություն արել, ժողովուրդ ջան, ոնց որ միտինգ ես անում, չգիտեմ, սիրելի բարեկամներ, սիրելիներս, շատ ճիշտ է, կփորձեմ էլ չասեմ ժողովուրդ ջան, բայց որ ստացվի, դե ոչինչ։ Ահագին հարցեր կան, մտածում եմ հանգիստ կնստեմ հարցերին կպատասխանեմ։ Երկու հոգի նեղվել էին, որ Երևանում որ վլոգ էի դրել, գրել էի բանում, այդ խանութից կոնկրետ մենք մի խանութից ենք օգտվել ու ես գրել էի խանութի օրինակով, որ սպասարկումը 0 է, այդպես էլ գրել էի ու դրանից շատ վիրավորվել էին երկու հոգի։ Բառացիորեն չեմ ուզում ասեմ ինչ էին գրել, մեկը շատ կոռեկտ էր գրել, ինչ հարգում եմ, իր կարծիքն է գրելա լավ արել, իսկ մյուս գրողը ասի ոչ կոռեկտ էր գրել, գիտեք ստացվում էր իմաստ այնպես, որ կապ չունի ինչա վատ է, ինչա ինչի, ծածկեք, այսպես գնա, ծածկա դպոց անենք, ինչա թե մերն է, բայց իմ կարծիքով այդ ճիշտ չի։ Հիմա ասենք, այն որ ոնց որ մեր երեխեքը ինչ որ չգիտեմ վատ բաներ անեն, վատ բան անեն ու մենք ծածկենք, էլի, ասենք լավա, դրանից այդ երեխեն կուղղվի, չի ուղղվի, պետք է սխալը թերությունը բարձրաձայնենք, փորձենք ուղղել, հիմի որ ասենք ես ասեի այդ խանութում սպասարկումը շատ լավ էր, այդ սուտ կասեի, այդպես չէր, ինչ ասեի, սպասարկումը լավ չէր, ես կասեի 0 էր, դրա համար ասում եմ, որ սպասարկումը 0 էր, տվյալ խանութում, ես ընդհանուր չեմ ասում, որ իշխանդ ես չեմ մտել, ոչ թե պետք է ծածկենք, այլ պետք է վատը, սխալը թերությունը բարձրաձայնենք, որ ուղղեն, մեր անունն է, մեր պատիվն է,
տուրիստներ են գնում, օրինակ ես չեմ ուզենա, որ իմ բելգիացի ծանոթները, գոլեգաները գնան գան ու ասեն ձեր մոտ էսպես էր, ես կուզեմ, որ գնան գան ու գովեն, ասեն լավ էր, իհարկե, ու զուտ այդ բանի համար ինձ մի հոգի գրել էր, շատ լավ է, օտարամոլ եմ ես, շատ լավ է, որ չենք ապրում Հայաստանում, դրսում ենք ապրում, մի քիչ շատ միամիտ կարծիք է, իհարկե տիկնոջ գրած կարծիքը, բայց այն որ ասենք սխալը բարձրաձայնում ես, այդ նշանակում է օտարամոլ ես, այ քեզ բան, եթե այդ օտարամոլությունն է լավ, թող լինի օտարամոլություն, բայց ես չասեմ, բա որ ասենք սպասարկումը լավը չի, հեչ լավը չէր սպասարկումը, ժողովուրդ ջան, անգամ մենք այստեղ օտար ազգ ենք ապրում ենք, մտնում ենք խանութ, բան ենք հարցնում կամ բան, այդպիսի վերաբերմունք ցույց չեն տալիս, այնքան սիրալի ժպտեր ես, ուզեն ժպտում են հաճախորդի դեմքին, ես ինքս խանութում աշխատում եմ, ես ինքս ժպտում եմ հաճախորդին միշտ, բա սպասարկում է, եթե այդ ոլորտում են աշխատում, պետք է այդպես լինի, ուրիշ բան, որ ինչ-որ բանից դժգոհ են, կարող է վատ են բարձրացնում, ես չգիտեմ էլի, կարող է պատճառ ունեն, բայց եթե աշխատում են, ուրեմն այդպես պետք է նորմալ մարդկանց հաճախորդները վերաբերվեն։ Ու տիկինը ինձ համարում էր օտարամոլ, ինչա թե ասել եմ սպասարկումը 0 է։ Այսինքն ես պետքա կեղծ էի, էլի ասեի արտակարգ սպասարկում, եթե այդպես լիներ ես հաստատ կասեի մի բան էլ ես կավելացնեի, բայց այդպես չի ժողովուրդ ջան։ Այս մեկին արտահերթ անդրադարձա, բայց հարցերին առանձին կպատասխանեմ, երևի սուրճի, մի բաժակ սուրճի շուրջ։ Այնտեղ հարցնում էիք, մի քանի բան էսպես ինչ հիշում եմ, ասեմ էլի հարցերից, այդ ձյունառատ վայրերը, որ նկարել էի, հիմնականում գնում էինք, հարևանույսը արդեն բարձր ինձանից բարձր խոսում եմ, ձյունառատ վայրերը, որ նկարել էի ժողովուրդ ջան, դրանք գնում էինք Ծաղկահովիտ, մեր գյուղ էինք գնում, հիմնականում շատ ձյուն էր ապարան, Մելիք գյուղում ենք մի քանի օր մնացել, իմ քույրիկի Անժելա էր անունը, քրոջս անունը Անժելա է, իմ սիրելի թանկագին քույրիկը, իրաց տանն ենք մի քանի օր մնացել, այնտեղ էլ էր շատ ձյուն, ու Ծաղկահովիտ, որտեղ իմ աղջիկն է ապրում, այնտեղ էլ էր էլի շատ ձյուն։ Դե ապարան, Ծաղկահովիտ, Մելիք գյուղ, ապարան այդ 3 տեղերում, որտեղ որ մենք եղել ենք, շատ ձյուն էր։ Ու ձյունը շարունակվում էր մինչև հասնում ենք երևի աշտարակ կամ եթե ոչ ավելի, Երևան էլ տեսակ ձյուն էր։ Այնտեղ որ այստեղի ցրտի տարբերությունը կա, այստեղ ցուրտը ավելի ցուրտ է, ինձ ասում եք ինչի այնտեղի ցրտին մինուս 12-ին գլխարկ չէի դնում, մի հոգի էլ գրել էր մազերը հարդարված գլխարկ չի դնում, բայց երև որ արև կար, դրա համար, ժողովուրդ, այնտեղ որ արև կար, այդքան ցուրտ չէր, ես այնտեղ էլ ասեցի, մերոնց ասում եմ, այստեղի ցուրտը, բան, այդ տանելի է իմ համար, բայց Բելգիայինը չէ, այստեղ խոնավ ցուրտ էր, այստեղ ցուրտը շատ ցուրտ է, իսկ Հայաստանի ցուրտը կամ էլ կարող է սովոր է այնտեղի ցրտին, չգիտեմ, բայց արև կար ամեն դեպքում։ Այս ավլեցի, այս դա բան անեմ, լստեմ աղբերքի մեջ։ Բացեմ լստեմ էստեղ։ Շուրացրած ջուղերը թողնեմ, տեսեք աշուտնի չկասի։ Մի հատ տեսել լվանա, են որ մինուս էր ջերմաստիճանը, աշուտի ջուրը փագում էր, ասում էր բան չտրակվի։
շորանը ներս տանեմ ես, այստեղ սիրուն լավ է կախել, աշոտը, բայց հիմա դե սեզոնին չենք դուրս գալիս այդպես, ամառը նոր, մեկից սիրունը, ամառը նոր այստեղ կնստենք, ես էլ կվարենք։ Իրական պատերը պետք է ներկվի, այստեղ տեսենք ես համար մարմարացնենք ներկենք։ Մենք երբ որ տունը գնել ենք, հենց այսպես է եղել, այսպես էլ մնացել է, չենք հասցրել, հազիվ տան վերանորոգումն ենք արել, հուսով եմ այս ամառ արդեն կներկենք։ Ուզում եմ ցույց տամ ինչ խեղճ վիճակ է այս փոքրիկ այգուն։ Այս լրիվ Քսենյան այստեղ ավիրել է, պետք է հողը ուզում եմ փոխեմ սրա մեջի։ Երբ որ տունը առանք, մի հատ էլ այն կողմում կար, այստեղ կար դրած, այս բանից սարքած, այս ռանից։ Մեկը հանեցինք, ասենք որ շատ շարժվելու տեղ լինի, ազատ տեղ լինի։ Հիմա այս մեկը ես եմ հնարել, ծաղկաման եմ սարքել, բուխարի էր դրված այստեղ, կամին, դրա մասերից է։ Սրանք լրիվ կփոխեմ, այս մի 2-3 շաբաթն էլ թող անցնի նոր։ Սրա մեջ մոմ է դրված, մեկ-մեկ այս էլի ամառն ենք վառում, հիմա չէ, իսկ այս մեկն էլ արևի լույսից է լիցքավորվում, գիշերը վառվում է։ Այս հանեցինք, կտրեցինք, որովհետև Քսենյան իրոք բարի բուն իմաստով փախնում էր, բարձրացել էր, ուրեմն դրա բոյը այսքան էր, այսքան։ Պատահական գլուխս թեքեցի, տեսնեմ փախ, բանա, հասել այդ վերևը, արդեն քիչ ամնում թռնի, այնտեղից փախնի, լավ էր տեսա։ Թեքեց այդ ճյուղը, ինքը ընկավ գետնին, բանն էստեղ էլի, որ չփախնի։ Կարճ ասած, այստեղ պետք է լիքը այս ճյուղերն էլ եմ ուզում կտրեմ։ Հիմա ցրտոտ է, հիմա չեմ ան, երևի ներս կմտնեմ արդեն։ Այս հողերը բոլորը կփոխեմ, թարմացնեմ, նոր բաներ կտնկեմ ու ցանեմ։ Այս անանասն էլ խեղճ անանասը դե ահագին լավ կանաչ աճում էր, բայց մեկը այստեղի ցրտերին չդիմացավ։ Կփոխեմ, սրանքից թվում է այս ու այս մեկը կաճ են։ Գնայեմ արդեն։ Հող ունեմ, հողը դնելու ծաղիկ ունեմ, բայց սենյակային բույս էդ էլ պետքա դնեմ։ Այս բանը արդեն պետքա հանվի, թափվի, վաղը գնամ մի հատ առնեմ, այս տոպրակները տեսնեմ, չգիտեմ աղբի օրը այս շաբաթա թե չէ, մենք դուրս ենք դրել գնացել, հա երևի, 2 շաբաթ առաջ դուրս ենք դրել այս պլաստիկի տոպրակներ ու դուրս գնացել ու գնացել Հայաստան, 2 շաբաթը մեկ են տանում, այսինքն երևի այս 3 շաբթի դրա օրն է, էդ էլ դուրս կդնենք։ Այս բացառիկ երևույթը մեր տան դիմաց մեքենայի տեղը ազատ է, Աշոտներ կանգնած, այս 2 շաբաթ ավել Հայաստան որ գնացել ենք, մեքենան հենց մեր տան դիմաց էր կանգնացրել, միշտ չի էլի այդպես ազատ տեղ լինում որ կանգնի։ Հիմա ինքը մեքենայով գնացել է, էլի տեղը ազատ է, տեսնենք մինչև իրա գալը ազատ կմնա թե չէ։ Փոստը ետ դառնալուց կնայեմ, գովազդներ էլ նելի անընդհատ հենց տեսամ գովազ են դնում, ասում եմ գրեմ ռեկլամ չանել, գովազ չդնել, այդ ռեկլամներ չդնել ու չեմ գրում, իրանք էլ դնում են։ Այս կապույտ տոպրակները արդեն դուրս են դրել, մերն էլ դնենք, գնամ կամ դուրս դնեմ։ Այս անգամ ահագին շատ է հավաքվել։ Բարի գալուստ Բելգիա, գրել էիք Բելգիայի վլոգներին կարոտել եք։ Էսա սկսվեց արդեն Բելգիան, հին առօրյան, մի քիչ դեռ հարմարված չեմ, բայց հունի մեջ կընկնեմ, վաղվանից գործի եմ գնալու, արդեն հունի մեջ կընկնեմ, գոլեգաներիս կտեսնեմ, ու ուզած պետք է արդեն մտնեմ առօրյայի մեջ, այդպես ոնց որ օդի մեջ մարդ լինի էլի, գնում ես այնտեղ, գիտես որ ժամանակավոր է, ետ ես դառնալու, գալիս ես այստեղ, մինչև հարմարվում ես, ահագին ժամանակ է անցնում։ 7 աստիճան է, անձրև չկա, նայեցի, անձրևանոց էի վերցրել, բայց նայեցի, որ անձրև չի գալու, հանեցի, ասեցի, պայուսակս ծանր չլինի։ Գնում եմ կատնաշոր պետքա գնեմ, բայց հիշեցի, որ մի բան ունեմ, շոր ունեմ, որ պետքա ետ տանեմ, հայնեմ եմ գնալու։ Երևի գնամ սկզբում այդ ետ կտամ, հետո նոր ետ դառնալուց մի քիչ ճանապարհը կթեքվեմ, մտնեմ կատնաշոր կառնեմ, նոր տուն կգամ։ Աշոտը տանը չի, պետքա գա որ խանութ գնանք, հեսա գործ են անում, ծառերն են թարմացնում, այս ծառերի վրա գործ են անում, գարնանն են նախապատրաստվում։ Ես էլ ավտոդպրոցի մեքենայով մեքենա վարել են սովորում, ոչ Երանի են օրերը, որ ես էի այդպես սովորում,
Դեմքս ամբողջությամբ այդ ուռածը չի իջել, եթե տեսնում եք, դեռ մի քիչ ուռած է, բժիշկն ասեց մի 10 օր էլ կտևի, ասեց տաք պահի չմրսասնես, աղաջրով ողողումները շարունակի, այդպես էլ անում եմ, դրա համար շարֆ եմ գցել, չնայած 3 տաք էր, այսօր ցուրտ է, դրա համար շարֆ եմ գցել, որ չմրսասնեմ, այսեղ արդեն գարնանն են նախապատրաստվում, բայց չէ, ես կթողնեմ մի քանի երև մի 2-3 շաբաթ էլ տականա նոր իմ փոքրիկ այգու գործերը կանեմ։ Այդպես սիրելիներս, հիմա անջատեմ հեռախոսը, արագ քայլեմ, գրամ այդ շորը ետ կտամ, հետո նոր ետ դառնալուց երևի նորից էլի կմիանամ։ Այս աղբի ամանի վրա այս կողպեքը որ դնում են, նայեցի, ասեցի մենք էլ երևի դնել տանք, ինձ թվաց թե վերջին անգամ աղբի քաշը ավել է եղել, շատ է եղել, մտա նայեցի տալիս էր վերջին անգամ, վերջին հապած աղբը 20 կիլո, Աշուտն ասում եմ, բայց շատ չի, այդքան հնարավոր է, ինքը ասում էր քիչ, մեջը քիչ էր ոնց որ, բայց քաշով նայում եմ 20 կիլո, դե կիլով ենք մենք աղբը, կիլով են մեր աղբը տանում, մտա նայեցի, եթե այդ կողպեքից պատվիրենք, իրանք գալիս են հին ամանը տանում են այդ ամանը, որ տեսակ, ու նորը կողպեքը վրան բերում են 35 եվրո արժի, հետո հենց նույն այդ բանի ինվորմացիայի տակ իրանք գրել էին շատ քիչ է հավանականությունը, որ ուրիշները բերեն իրանց աղբը լսնեն ձերի մեջ, ասենք տանեն հարևանի աղբի մեջ լսնեն, դե կվախենան էլի, որ կամերաբան կլինի, կտեսնեն, ու գրած էր, այս ծախսը ավելի շատ կլինի, քան թե եթե ասենք ուրիշը բերի իր աղբը լսնի ձեր ամանի մեջ։ Այդպես բան չարեցի, մնաց, չգիտեմ, որովհետև Աշոտը մեկ ասեց բեր պատվիրենք, հետո պես հաստատ չորոշեցինք ու թողեցինք, ինչևէ չպատվիրեցի, այդ տեսակ կողպեքներ են փաստորեն դնում, մի քիչ կվախենան էլ մարդիկ, որ տանեն լսնեն հարևանի աղբի մեջ, որովհետև եթե տեսնեն, բնականաբար ինչ-որ մեկը տեսնի, կամ մենք տեսնենք, ոստիկանություն կկանչենք, դրա համար այ հենց հիմա մեքենան է գալիս, այս փողոցների փոշե ծծիչով այս տղան անդադ գալիս ամեն շաբաթ մի անգամ թե 2 անգամ գալիս փողոցները մաքրում է, գլխռատ անելով էլի իհարկե, հիմա գնաց ծերանոցի մոտ, բայց այսպես գնալու է հասնի մեր փողոցները, տեսնեմ կհասցնեմ ձեզ ցույց տամ թե գնաց, չէ գնաց ոնց որ մի րոպե տեսնեմ, չէ չկա, այսօր մտա, որ այսքան արագ ուզում էի ձեզ ցույց տայի, այստեղ դպրոց կա, երեխեքը դասամիջոցա ոնց որ դուրս են եկել, խաղում են, նայեք, խաղում են երեխեքը, այս օրերին ոնց որ դպրոցը մինչև 4:04 է, չգիտեմ նախարարին հաջողվեց չորեքշաբթի օրը դասերը երկար անելու թե չէ, ուզում էր այդ օրը մինչև 12-ն էին դասի, ինքը ուզում էր երկարացներ, բայց ցույցեր էին անում, չգիտեմ հələ նորություններից ոչ մի բանից տեղյակ չեմ, երևի կառնավալին են պատրաստվում, կարուսելները դրել են արդեն, քաղաքի տարբեր տեղերում են էլի, դնում ես մի տեղը չի, մեր քաղաքում ամեն տարի կառնավալ է լինում, երևի դրան են պատրաստվում, չգիտեմ էլ անգամ, չեմ հիշում այս ամսիներ, փետրվարիներ, թե չէ, բայց կարուսելներ են հավաքել ու տան փոստի արքի մեջ էլ նամակ էր գցած, որ մեքենայի պարկինգը, երթևեկությունը որոշակի փողոցներում արգելված է, երևի դրան են նախապատրաստվում, այս ահագին էլ մեծ տարածք է, մինչև այստեղ շարունակվում է, այսպես գնում ենք կենտրոն, մարզումները սկսել ենք, ես տանը Աշոտ այգում, արդեն երկրորդ օրնա գնում ենք, Աշոտն ասում է այսօր այնտեղ խումբ կար, յոգա էին անում, ասում է մամա կար երեխի հետ էր, ասում ինչով է սա, ափսոս ես էլ այդտեղ չէի, քո հետ չէի տեսնեի ինչ էին անում,
բայց ես էլ տանն եմ սկսել, արդեն վարժություններ եմ անում, համ գանտելներով, համ էլ առանց գանտելների, որ այս երկու շաբաթ որ Հայաստանում եմ եղել, մենակ մի երկու օր այնպես մինչև այդ վիրահատությունը անում էի վարժություններ քիչ իհարկե, ու հետո դրանց հետո չէր կարել ինչ-որ կտրուկ բաներ անել բան, չեմ արել, հիմա ետ եմ վարժվել, այնպես որ պետք է սկսեմ իմ մարզումները։ Հա, կարնավալն են պատրաստում, այս կողմում էլ մեծ տարածք է, էլի կարուսելներ են դրել։ Այսա պատրաստվում են այստեղ էլ կարուսել են նորից դնելու, երևի են սատանայի անիվն են դնելու այստեղ։ Ահագին լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում, որովհետև մեծ կարնավալ է լինում ու հարևան երկրներից էլ են գալիս։ Այսա, այս կողմում էլ շարունակվում է, մեծ տեղ է։ Անկեղծ ասած, չեմ սիրում ես բանը, այդ ինչա կոչվում, չեմ սիրում ես կարնավալը։ Դե մի անգամ տեսնելու համար լավ է, բայց որ անընդհատ ամեն տարի կրկնվում է, չեմ սիրում։ Չգիտեմ, երևի նայել եք դուք անցյալ տարի, եթե չեք նայել, ձեր համար մի փոքր կնկարեմ, բայց իմ համար արդեն անկեղծ ասած ձանձրալի է։ Խմում են, հարթում են, իրանց այդ հագուստները կարնավալի հագած ամբողջ գիշեր դրսերում։ Իրանք սիրում են երևի մի քիչ փոփոխություն է իրանց համար, բայց իմ համար ամեն դեպքում հաճելի չի։ Ես էլ չգիտեմ, ես ինչ փողոցով եմ գնում։ Այնտեղ որ կարուսելները դրել էին, ոնց որ մի քիչ խառնաշփոթ էր իմ համար, հիմա ես չգիտեմ ինչ փողոցով եմ գնում, բայց ես թվում է հանելու է հենց խանութների փողոց, հեսա գնամ տեսնեմ։ Մի րոպե տեսնեմ։ Հա, այս ահագին իմ ճանապարհը երկարացրի փաստորեն։ Լավ, քայլեմ հասնեմ այնտեղ։ Ահագին երկարացրի, ինձ թվաց դուրս եմ գալու հենց իմ ուզած փողոցը, բայց չէ։ Լավ, ինչ որ է, գնամ։ Ես այստեղ էլ գովազդները կա կարնավալի։ Նայեք ինչ, այստեղ էլ են արդեն կարնավալի գովազդները դրել, պատրաստվում են այս տարածքը, այս կարևոր տեղը, հենց այս տեղը ոնց որ սկսվում։ Անցյալ տարի եկանք, այստեղ լիքը մարդ կար, կանգնած փակել էին իհարկե, մարդկանց համար առանձին տեղ էին թողել, որ կանգնեն նայեն ու այ այնտեղ էինք մենք կանգնել, այս սրճարանի դիմացի սեղանատորները հավաքել էին այս կողմից էլ ոնց որ իրանց տրիբունաներ այդ դուրս էին գալիս ու գալիս շարքերով անցնում էին։ Լավ, քայլեմ հասնեմ այդ խանութ։ Սա արագ սննդի կետերը դրել են արդեն։ Այստեղ այնքան համով ֆրի են տալիս։ Այս տարի լարժի գալու դել շատ համով է։ Անպայման կգանք։ Այս շենքը շատ սիրուն է։ Ներքևը սրճարանն է, ռեստորան է ավելի շուտ։ Վերևը չգիտեմ ինչ է, բայց շատ սիրուն շենք է։ Շատ հին սիրուն շենք է։ Զեղչերը չեն վերջացել, լիում 10% զեղչ կա։ Հա, եթե գրանցվենք 10% զեղչ են տալիս, որպես հաճախորդ։ Պստոները կարուսել են նստում, երև մանկապարտեզից կամ դպրոցից բերել են։ Մի երկու խանութ մտա դուրս եկա։ Առաջվա նման էլի չեմ դիմանում խանութների մեջ, ոչ էլ նկարեցի, որովհետև պետք է արագ բանը տալու հետ տվեցի, հետո մտա ատամ մածուկ բան պետք է առնեի, մտա առա, հիմա մի հատ էլ խանութ մտնեմ, մի հատ նվերի համար բան եմ ուզում նայեմ, տեսեմ հարմար բան կգտնեմ, չէ, ու տուն կգնամ։
Այսինքն դեռ պետք է մտնեմ կատնաշոր էլ առնեմ, տուն չեմ գնալու։ Ես դեռ խանութներով եմ ման գալիս, նվերև ման գալիս։ Մի բան գտա, բայց էլի բան եմ ուզում նայեմ, տեսեմ հարմար բան կգտնեմ, թե չէ։ Գնամ այնտեղ Zara կա, մտնեմ մի հատ այդտեղ կնայեմ, մի հատ էլ Only կնայեմ ու կգնամ։ Հագուստների խանութներում վերջացրի, 2 սվիտեր գտա նվերի համար։ Հիմա արդեն նենց եմ հոգնել։ Հիմա գնամ մտնեմ, տեսեմ այդ լեհական խանութը բաց է, կատնաշոր էլ առնեմ ու տուն գնամ։ Եթե բաց չլինի, երևի մտնեմ կողքի սուպերմարկետում, նայեմ ինչ կատնաշոր ունեն, առնեմ գնամ տուն։ Էդ էլ ինձ պետք է որ գործի օրերին հետս այդ միջում տանեմ։ Հիմա դե որ ատամների հետ այսպես դժվար է, որ արագ կարողանամ մի բան ուտել։ 10-12 րոպե բան է մնում ընդմիջման ուտելու համար։ Ես էլ կոշտ բաներ չեմ կարող ուտել, պետք է հապուկ բաներ տանեմ, կատնաշորը հարմար կլինի, համ սննդարարա, համ կալցիումով հարուստ։ Հիմա հասա սուպերմարկետ, այսինքն լեհական խանութը նայեմ բաց է, բաց չի, պետքով սանցելա, որ այսօր կարող է փակ լինի, օրը երկուշաբթի է, եթե փակ լինի, մտնեմ սուպերմարկետը դուրս գամ։ Երկու բան առավ, տուն եկա ժողովուրդ ջան, հոգնեցի խանութներից, չնայած երևի արդեն սովածությունից էլ է, մի քիչ գլխապտույտ ունեի։ Այդ լեհական խանութը փակ էր, իդեպ էս մեր խանութի տոպրակներից է։ Նախկինում սրանից փոքրն էլ կար, բայց հիմա ամենափոքր տոպրակը էսա, արժի 1.20։ Դե որ այդ լեհական խանութը փակ էր, ես մտա սուպերմարկետից, վերցրի այս Activia պրոբիոտիկներով հարուստ յոգուրտից ու կատնաշոր։ Սրանք ուղղակի այդքան չեմ հավանում, դրա համար են մեր ինչին սովոր եմ, են ավանդական կատնաշորներից եմ առնում, այնպես չի, որ են սիրում եմ, ուղղակի սովորության էլ ետ եմ առնում, ես էլ էլի կատնաշորա պրոտեիններով հարուստ, եթե իհարկե ճիշտ է։ Այս սուպերմարկետից, բայց խանութ էլ պետք է գնանք, Աշոտը դեռ չի եկել, դրանով կգնանք։ Մի քանի հատ էլեմենտ կար, սրանով լցրեցի, տարա այնտեղ խանութում տեղ կար, դատարկեցի, տոպրակելի բերել եմ, որ էլի հավաքենք։ Ասեցի նվերի համար բան եմ նայում, Only-ից այս սվիտրը վերցրի, հուսամ, որ մեծ չի լինի, սիրուն դարչնագույն է, ամենափոքր ռազմերը էքստրա սմոլներ, չգիտեմ։ Աղջիկաս համար եմ վերցրել, ծննդյան օրվա առթիվ, հուսամ, որ հագով կլինի, մեծ չի լինի, եթե մեծ լինի արդեն որոշել եմ կտանեմ, նույն խանութից նվեր քարտ կառնեմ։ Մեկ էլ մի ուրիշ խանութում այս սվիտրը կար, էլի նենց ստացվեց, երկուսն էլ դարչնագույն եմ վերցրել, այս։ Բայց սիրում հապուկ կտոր է։ Հուսամ, որ հագը կլինի, կհավանի։ Այս երկուսը ծնունդի համար, երկուսն էլ նույն գույնը ստացվեց, բայց սիրուն գույներ են, ինքը սիրում այս գույները։ Մտա իմ ցերեկային ու գիշերային կրեմը արդեն քիչ է մնում, երկու հատ չէ, մի հատ ցերեկային, մի հատ գիշերային եմ առել, մի րոպե մակրոսները ինչ եմ առել, տեսնեմ, հա, այստեղ է, ուրեմն ֆիրման ասեմ, հենց այդ խանութի ֆիրման եմ վերցրել, ռետինոլ է պարունակում, այս գիշերայինն է 45 պլյուս տարեկանի վերցրի, դրանից ավել չկար։ Ուրեմն գիշերայինն էլ, ցերեկայինն էլ 30 SPF ունի, էլի պրո ռետինոլ։ Այս երկուսը լիֆտինգ, խոնավություն հաղորդելու համար է, խոնավությունը, մաշկի խոնավությունը ավելացնելու, լավացնելու համար, ատամի մածուկներ եմ վերցրել, այս մեկը առանց ֆլյուորիդի եմ վերցրել, այս մեկը թարմացնող հոտով, արժեքները այս մեկը 1 եվրո էր, մեկը 1.60։ Ինչ վերցրի, հա, այստեղից վերցրել եմ տուշս վերջացել էր, սպասեք բացեմ նայեմ վրձինը ինչ տեսակի է, այնտեղ չեմ բացել, հա, մանր խոզանակա, տեսեք, մայսի լավը կլինի, ես եմ վերցրել մեկ էլ շրտներ, կես գույնը, վարդագույնը հավանեցի, տեսեմ հլա, լավ նա ոնց է սազում, չի սազում, ինքան տեսականի կա դրած, որ մարդ չգիտի, գնում ես չես կողմնորոշվում,
Մի հատ էլ եմ դուշ վերցրել, ես մի րոպե բացեմ նայեմ սրա խոզանակը ինչ տեսակի է։ Հա, էս էլ այլ այդ տեսակ նայեք։ Կսեմ կտեսնեմ։ Երևի այսքան բանը, հա, այսքան բանն եմ առել։ Հիմա համով ավելուկով ճաշուն եմ մի քիչ դրանից ուտեմ ու անցնեմ առաջ։ Երեք է եփել, կերել ենք այսքանն ամնում, այս անգամ ծավալ չեմ լցրել եմ ոսպ մի փոքրել բլղուր մանրաղացած, այն աշոտն էլ եկավ, այս տակը արդեն էսա հաց կուտենք ու երևի կգնանք առևտրի։ Համով ճաշ է եղել, ավելուկը Հայաստանից չեմ բերել, այստեղ հայկական խանդից եմ առել։